Բարի երեկո, եթերում ABC լուրերի ամփոփիչ թողարկումն է, ես Գառին Թաֆյանն եմ և հիմա կներկայացնեմ օրվա գլխավոր իրադարձությունների ամփոփագիրը Հայաստանից և աշխարհից։ Ազատ արձակված գերիները Երևանում են, ովքեր են նրանք։ Եթե ճիշտ եք ասում, ուրախությունից հիմա սիրտս կկանգնի։ Ալո Սեյդաջան ինքը չի կարող խոսել էլի։ Ամենքը ճիշտ ասած ոչինչ չգիտեք նորի մաղցանք։ Հայաստանում ՑՄ ազատազրկված Սիրիայի երկու քաղաքացու են արտահանձնել, ինչի համար են մեղադրվում։ Ինքնիշխանություն, փաստաթղթում և ասուլիսում, ինչ է ստորագրել Արարատ Միրզոյանը, ինչ ներդրումներ են խոստանում և որտեղով են անցնում Հայաստանի կարմիր գծերը։ Հիմա արտաքին քաղաքական տերերի մեջ իր իշխանությունը պահելու ընտրությունը կատարվել է հօգուտ ԱՄՆ-ի և հօգուտ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական կենտրոն։ Միակ տարբերությունը սա է։ Ում է գոհացնում թրիփը, որն է անվտանգության Փաշինյանական բանաձևը ու ինչ կամուրջներ են ուզում կառուցել հայ-թուրքական սահմանին, Փաշինյանը քննարկման է մասնակցել։ Ճոռոմ հայտարարություններով չի արվում, դա կրթություն է, դա աշխատանք է, եկեք աշխատենք։ 6 ժամ հարցաքննություն ավելի քան 7 տարվա վաղեմության գործի համար, որն էր տերասողի կին քննչական կոմիտե կանչելու պատճառը։ Եղավ անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ, մայրաքով սուրբը չմիացնում։ Իրանը զգուշացնում է հարևաններին, ինչով է սպառնում Թեհրանը Միացյալ Նահանգներին։ Չորս հայ գերի արդեն ազատության մեջ է։ Ադրբեջանն ազատ է արձակել Գևորգ Սուջյանին, Դավիթ Դավթյանին, Վիգեն Էրջեկջյանին և Վագիվ Խաչատրյանին։ Նրանց հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչները հանձնել են Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին և հիմա գտնվում են Հայաստանի Հանրապետությունում։ Վիգեն Էրջեկջյանի կինը Լինդան իմ գործընկերոջ զանգից հետո է իմացել, որ ամուսնուն ազատ են արձակել։ Եթե ճիշտ եք ասում, ուրախությունից հիմա սիրտս կկանգնի։ Որտեղ է Վիգենը։ Վագիվ Խաչատրյանին տեղափոխել են Նորք-Մարաշի բժշկական կենտրոն։ Ընտանիքի անդամները գործընկերոջս հետ զրուցելիս հույզերը չեն կարողացել զսպել։ Ալո Սեյդաջան ինքը չի կարող խոսել էլի։ Ամենքը ճիշտ ասած ոչինչ չգիտեք նորի մաղցանք։ Իսկ ինչ կենսագրություն ունեն Բաքվից վերադարձած մեր հայրենակիցներն ու ինչու էին հայտնվել ադրբեջանական բանտում, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Ադրբեջանն ազատ է արձակել Բաքվի բանտերում պահվող գերիներից 4-ին՝ Վագիվ Խաչատրյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էրջեկջյանին և Դավիթ Դավթյանին, ովքեր են նրանք և ինչպես են հայտնվել Բաքվի բանտում։ Վագիվ Խաչատրյանը ծնվել է 1955 թվականին, մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին։ Գերի էր ընկել 2023 թվականին Հակարի կամրջից, երբ բուժման նպատակով գալիս էր Հայաստան։ Ադրբեջանը նրան ներկայացրել էր մեկ այլ Վագիվ Խաչատրյանի փոխարեն, որը զոհվել է առաջին պատերազմում։ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այսպես կոչված Խոջալույի ջարդերին մասնակցելու համար։ Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը նրան դատապարտել էր 20 տարվա ազատազրկման։ Վերջին օրերին հաճախ էր խոսվում, որ Բաքվի բանտում պահվող Վագիվ Խաչատրյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Ադրբեջանում նա հոսպիտալացվել էր։ Ի տարբերություն Վագիվ Խաչատրյանի ազատ արձակված մյուս գերիները Բաքվում են 2020 թվականից։ Վիգեն Էրջեկջյանը գերեվարվել էր 44-օրյա պատերազմի ավարտից մեկ օր անց։ Նա Լիբանանից Հայաստան էր եկել ու մեկնել էր Արցախ։ Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Էրջեկջյանին պահում էին անմարդկային պայմաններում, որի մասին բազմիցս բարձրաձայնել է նրա կինը ու դիմել միջազգային տարբերատյանների։ Ադրբեջանական կայքերը նրա մասին հրապարակումներ էին արել, պնդելով, թե վերջինս Արցախ է տեղափոխվել ընտանիքի հետ նոր կյանք սկսելու համար, մինչդեռ Վիգենի կինն ու որդին Լիբանանում էին։ Նրա կտանքների մասին հայտնի է մասնավորապես այն, որ ադրբեջանցիները նրա ձեռքին արված խաչի դաջվածքն այրելով հեռացրել են։ 2023 թվականին գերեվարված Գևորգ Սուջյանին և Դավիթ Դավթյանին Բաքուն դատապարտել էր 15 տարի ազատազրկման ապօրինի զենք զինամթերք կրելու մեղադրանքով։ Սուջյանն իր հարցաքննություններում հայտարարել էր, որ վերջինս Արցախում է եղել մարդասիրական նպատակներով։ Նրանց վերադարձի մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ու հայտնել, որ այս պահին վերջիններս տեղափոխվում են Երևան։ Վագիվ Խաչատրյանի առողջական վիճակը կայուն է, մնացածին է լավ։ Սեդա Մակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։
Գերիների վերադարձին էլ հաջորդել է կամ հենց զուգահեռ տեղի է ունեցել Հայաստանում ցմահ ազատազրկված Սիրիայի երկու քաղաքացու վերադարձը Սիրիա։ Յուսեֆ Ալաաբեդ Ալ-Հաջին եւ Մուհրաբ Մուհամմադ Ալ-Շխերին Թուրքիայի միջոցով փոխանցել են Սիրիայի իրավասու մարմիններին։ Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ նրանց նկատմամբ կայացված դատավճիռները շարունակելու է իրականացնել հենց Սիրիան։ Հիշեցնեմ, որ Հայաստանում նրանք դատապարտվել էին ցմահ ազատազրկման վարձկանության համար։ Ըստ մեղադրանքի 2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ նյութական հատուցում ստանալու պայմանով ներգրավվել են Ադրբեջանի զինված ուժերում ու մասնակցել ռազմական գործողությունների։ Առավոտյան էլ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Արտաքին գերատեսչության ղեկավարն ամփոփել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումը։ Օնլայն ասուլիսին Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ռուբիոյի հետ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին, TRIP նախագծին ու Բաքվում գտնվող մեր հայրենակիցների վերադարձի հարցին։ Արտգործնախարարի խոսքով Հայաստանի արտաքին հարաբերություններում նոր էջ է բացվում եւ Միացյալ Նահանգներում գիշերը ստորագրված փաստաթուղթը հստակեցնում է տարածաշրջանային նոր ուղիներ։ Թեև հրապարակված փաստաթուղթը համաձայնեցված է, ընդդիմադիրները զգուշացնում են, որ նախագծի քաղաքական ենթատեքստը եւս կարևոր է։ Նրանք վստահ են, որ երկարաժամկետ նախաձեռնությունը կարող է դառնալ արտաքին քաղաքական կախվածությունների գործիք, եթե նախագծի հաջողությունը կապված լինի տարածաշրջանային գործընթացների հետ, որոնք լիովին Հայաստանի վերահսկողության ներքո չեն։ Ինչ գին կարող է ունենալ այդ համաձայնությունը, Անիա Բաղյանն է պարզել։ 7 անգամ փաստաթղթում տասնյակ անգամներ առցանց ասուլիսի ժամանակ հնչում է ինքնիշխանություն բառը։ Արարատ Միրզոյանն առցանց ասուլիսում խոսել է TRIP զարգացման ընկերության մասին։ Գուցե Հայաստանի ինքնիշխանությունը փաստաթղթերի ամենազգայուն պաշտպանվող կետն է, գուցե այլ պատճառ կա։ TRIP-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչնդոտ բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը, նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը եւ ինտեգրմանը, պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգանքի հիման վրա։ TRIP-ի վերաբերյալ Միրզոյանի պարզաբանումները չեն փարատել Արթուր Խաչատրյանի մտահոգությունները։ Ռուսաստանը փաստորեն Ադրբեջանին տրամադրում է միջանցք, փոխարենը Ադրբեջանը Հայաստանին թույլ է տալիս իր տարածքով ինչ-որ մի բան ներմուծել։ Արտգործնախարարի խոսքով Միացյալ Նահանգներն ունի վերահսկիչ փաթեթ։ Իրավական ինչ մեխանիզմներով է Հայաստանն իրականում վետոյի իրավունք ունենալու սկզբունքային հարցերում։ Որ հարցերն են սկզբունքային համարվելու։ Օրինակ սակագները, երթուղիները, հրապարակային փաստաթղթում իրավական երաշխիքներ չկան դեռ։ Ենթադրել կարող եմ, որ հետագայում արդեն մյուս ուրեմն կանոնադրական եւ մյուս հիմնադրման փաստաթղթերում մի քիչ ավելի իրավական տեքստ կլինի։ Ընդդիմադիր падգամավոր Աննա Մկրտչյանն ուղիղ համեմատական է տեսնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի եւ TRIP-ի միջև։ Ասում է, եթե 2020 թվականին Փաշինյանին անհրաժեշտ էր Պուտինի ստորագրությունը վերընտրվելու համար, հիմա պաշտոնական Վաշինգտոնից է ստանում այդ ստորագրությունը։ Հիմա արտաքին քաղաքական տերերի մեջ իր իշխանությունը պահելու ընտրությունը կատարվել է հօգուտ ԱՄՆ-ի եւ հօգուտ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական կենտրոնի։ Միակ տարբերությունը սա է։ Ըստ Արարատ Միրզոյանի, այն, ինչ հրապարակված է, ամբողջությամբ համաձայնեցված է, իսկ չհրապարակված պայմանավորվածություններ պարզապես չկան։ Սակայն ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը դիտարկում են ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական ենթատեքստով։ Նրանք մտահոգություն են հայտնում, որ երկարաժամկետ նախաձեռնությունը կարող է դառնալ արտաքին քաղաքական կախվածությունների գործիք, հատկապես այն պայմաններում, երբ ծրագրի հաջողությունը կապվում է տարածաշրջանային գործընթացների հետ, որոնք Հայաստանի վերահսկողությունից դուրս են։ Հույս ունեմ, որ այս քննարկման ստորագրման արարողության եւ քննարկումների ժամանակ իրանական հարցը չի արծացվել, որովհետեւ դա մեզ համար բավականին ծանր անվտանգային մարտահրավեր կարող է ստեղծել։ Ստեղծման օրվանից Հայաստանի իշխանությունները կարողացել են աշխատանքային բարեկամական հարաբերություններ ապահովեն թե Միացյալ Նահանգների, թե Եվրոպական միության, թե Ռուսաստանի եւ թե Իրանի հետ։ Մեր ամենածանր, ամենասև զգուշացումը կամ մտահոգությունը, որ մենք ունենք, դա այն է, որ Հայաստանը կարող է ինչ-որ մի պահի դրվի հստակ երկընտրանքի առաջ կամ այս դեպքում մենք իրոք շատ լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ ենք կանգնել։ Բաքուն TRIP-ն ընկալում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի տրամաբանությամբ, նշում է ընդդիմադիր падգամավորը։ Սա հաշվի առել է իշխանությունը, հարցնում է Աննա Մկրտչյանն ու ընդգծում։
Փորձում էր կոնկրետ մեզ խաբել, ասելով, թե այն նախագիծը, որը կա, Հայաստանի ինքնիշխանության մասին է եւ ընդհանրապես ինչ որ պատվիրակված գործիքակազմի եւ պատվիրակված լիազորությունների։ Ես վստահաբար ձեզ ասում եմ, որ այնտեղ խոսքը գնում էր միայն հետեւյալի մասին, թե ում եւ ինչքանով են ծախելու Նիկոլը իր բանդայով Հայաստանից ինքնիշխանությունից եւս մի կտոր։ Թրիփ զարգացման ընկերության վերաբերյալ հարցերի նոր շարք է ի հայտ եկել նախարարի ասուլիսից հետո։ 49 տարի ժամկետը լրանալուն պես ավտոմատ երկարաձգվելու է այն, եթե ծրագիրը ձախողվի կամ պայմանավորվածության համաձայն չընթանա, ով է կրելու քաղաքական ու ֆինանսական պատասխանատվությունը։ Ինչպես են Հայաստանի քաղաքացիներն անցնելու այնտեղով եւ ինչ փոփոխություններ են լինելու նրանց համար։ Հարցումն ուղարկել են գերատեսչությանը, սպասում ենք պատասխաններին։ Անի Աբախյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունն էլ անդրադարձել է Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթին։ Թրիփի իրականացման փաստաթղթի ընդունումը ոչ միայն վերահաստատում է ԱՄՆ հանձնառությունն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլև կարևոր քայլ է այս ոլորտում գործնական աշխատանքներ սկսելու համար, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ Կարևոր է Հայաստանի պարտավորությունների կատարման առումով։ Մեր երկրի համար գերակա խնդիրներից մեկն Ադրբեջանի մայրցամաքային մասի եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովումն է։ Ավելին, Թրիփ ուղին կարևոր է նաեւ ավելի լայն տարածաշրջանում առևտրի եւ կապերի դիվերսիֆիկացիայի համար։ Թրիփի շինարարությունը դեռևս չսկսած, պաշտոնական Երևանը պատրաստվում է նոր շինարարություն սկսել հայ-թուրքական սահմանին։ Հայաստանը եւ խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջներ կկառուցվեն։ Նրա խոսքով առնվազն մարգարայում կամուրջ պետք է կառուցվի, իսկ Ախուրիկում երազխում, մաքսային եւ սահմանային տերմինալներ։ Ես գիտեք կանխատեսում եմ, որ հավանականությունը մեծ է, որ նաև Իջևան-Ղազախ հատվածում մենք կարող ենք ունենալ որոշակի զարգացումներ, նաև հարավային հատվածում մենք ունենք որոշակի զարգացումներ։ Իհարկե մենք պետք է հասկանանք նաև հետագա աշխատանքում, որտեղ ենք աշխատում Թրիփի հետ եւ որտեղ ենք աշխատում այլ գործընկերների հետ։ Թուրքական Անադոլու գործակալությունն էլ գրել է, որ հայ-թուրքական սահմանի Ալիջան սահմանային անցակետում աշխատանքի 90%-ն ավարտել են։ Իգդիրի Քարաքոյունլու բնակավայրում գտնվող Ալիջան եւ Արմավիրի մոտ գտնվող Մարգարա սահմանային անցակետերում աշխատանքները շարունակվում են։ Ալիջան անցակետում մաքսային եւ այլ գործընթացների համար նախատեսված շինություններ են կառուցվում։ Իսկ Հայաստանից Թուրքիա եկող զբոսաշրջիկների համար գովազդային եւ տեղեկատվական վահանակներ են տեղադրվում, տեղեկացրել է գործակալությունը։ Իսկ անվտանգության երաշխիքների վերաբերյալ Փաշինյանական բանաձևը շարունակում է մնալ նույնը։ Անվտանգության երաշխիքը բանակը չէ։ Երաշխիք է նախաստորագրված փաստաթուղթը, կառուցվող ճանապարհներն ու կամուրջները։ Թրամփի ուղին գոհացնում է Հայաստանին, Միացյալ Նահանգներին եւ երևի Ադրբեջանին, կարծում է Փաշինյանը։ Համենայն դեպս գործող իշխանության ղեկավարը լավ է տրամադրված այս հարցում։ Նա համոզված է, որ Թրիփը կանաչ լույս է վառում տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու համար։ Շատ մեծ եւ շատ կարեւոր անկյունակար է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու ճանապարհին, սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում եւ գիտեք նաեւ էլ եկեք արձանագրենք, մենք առաջ ենք ընթանում շատ ավելի մեծ տեմպերով, քան ի սկզբանե կարող ենք ենթադրել։ Մինչ պաշտոնական Երևանը զբաղված է խաղաղության խաչմերուկի ծրագրի իրականացմամբ, մեր հարևան Իրանում դժգոհություն է հասունանում։ Թեհրանում ձևավորվում է մտահոգի ճնկալում, որ Հայաստանը կարող է վերածվել Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի կենտրոնի։ Ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Դիվանագետի դժգոհության պատճառը Երևանում Իրանի դեսպանատան դիմաց անցկացված բողոքի ակցիաներն են, որոնք տեղի են ունենում Իրանում հակակառավարական ցույցերի ֆոնին։ Մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում գալ Իրանի դեսպանատան դիմաց, որոնք շատ անհարգալից ու վիրավորական արտահայտություններով են հանդես գալիս, եւ ի հեճուկս մեր բողոքի այդ գործընթացը շարունակվում է։ Մենք ամենադժվար պահին կանգնել ենք Հայաստանի ժողովրդի եւ կառավարության կողքին։ Օրինակները շատ են։ Մենք այսօր ծանր իրավիճակի մեջ ենք եւ այն իրադարձությունները, որ այսօր տեղի է ունենում Իրանի դեսպանատան դիմաց, կմնա Իրանի ժողովրդի պատմական հիշողության մեջ։ Կարծում եմ շատ հստակ ասացի։
6 ժամ տևած հարցաքննություն ավելի քան 7 տարվա վաղեմության գործի համար։ Հայրասողիկը քննչական կոմիտեում էր մայրաթորում պահվող Սուրբ Գեղարդի հնարավոր վնասման եւ պատմամշակութային արժեքների կորստի վերաբերյալ շրջանառվող պնդումների համար։ Հոգեվորականի պաշտպանն ասել է, որ հայրասողիկին հարցաքննել են վկայի կարգավիճակով եւ նրա դիրքորոշումը տարիների ընթացքում չի փոխվել։ Գեղարդն անվտանգ մայրաթոր Սուրբ Էջմիածնն է։ Այն ամենը ինչ որ ասում մի բան նվիրվել է, չէ՞, ռուսովախարի։ Եկեք ես ասեմ, որ կարճ լինի, էլի։ Կներեք, ուղղակի ոնց որ էպիկենտրոնում հայրասող Էպիկենտրոնի հարց չկա, քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են եւ նվիրելու։ Մեր հետ կապված է։ Եվ դա բացառապես եկեղեցու իրավունքն է եւ որևէ մեկը այդտեղ ասելիք, անելիք չունի։ Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, բայց եւ եկեղեցին գիտե, թե ինչ է նվիրում, ինչպես է նվիրում եւ այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Իսկ մայրաթորը հայտարարել է, որ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցուն հուզող խնդիրները քննվում են եկեղեցական սահմանված կարգով, համապատասխան կառույցներում ու առաջադրվում են համարժեք լուծումներ։ Ըստ մայրաթորի շրջանառվող ներեկեղեցական հակադրությունների թեզը արհեստացին է եւ նպատակ ունի օրինականացնել իշխանության ապօրինի միջամտությունը եկեղեցու ներքին գործերին։ Հայտարարությամբ արձանագրվել է, որ 2025 թվականի մայիսի վերջից իշխանության նախաձեռնած հակաեկեղեցական արշավը ստացել է համակարգված բնույթ, ուղեկցվելով հակասահմանադրական գործողություններով, քրեական հետապնդումներով եւ հոգեվորականների նկատմամբ բռնաճնշումներով։ Իշխանության հակաեկեղեցական քայլերը հայտնվել են աշխարհի առաջատար լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում արևմտյանից ռուսական մամուլ։ Ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել Հայաստանում կատարվող գործողություններին, պարզել է Անիա Բաղյանը։ Հայաստանի ներսում սկսված հակաեկեղեցական արշավը գրավել է միջազգային մամուլի ուշադրությունը։ Արձագանքների թիվը 1 տասնյակից ավելի է, աշխարհագրությունը լայն Եվրոպայից մինչև Միացյալ Նահանգներ ու Ռուսաստան։ Դոչե Վելեն գրում է. Նիկոլ Փաշինյանի ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին ուղված կոշտ քննադատությունը երկրում առաջացրել է հազվագյուտ ճգնաժամ կառավարության եւ եկեղեցու հարաբերություններում։ Լրատվամիջոցը շեշտում է, վտանգված է աշխարհիկ կառավարման եւ հոգեվոր ինքնավարության միջև ձևավորված հավասարակշռությունը։ Դոչե Վելեի գնահատմամբ եկեղեցու դեմ ներկայիս գործողությունները ավելի շատ հիշեցնում են քաղաքական մրցակցին չեզոքացնելու փորձ, քան բարոյականության համար պայքար։ Նույն տրամաբանությամբ է թեմային անդրադարձել նաև BBC-ն։ Բրիտանական հանրային հեռուստաընկերությունը նկատում է, որ եկեղեցու դեմ արշավը կարող է լինել կանխարգելիչ հարված, ուղղված պահպանողական ընդդիմության առանցքային հենարանին։ BBC-ն հիշեցնում է, հարաբերությունները սրվել են հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, երբ Գարեգին երկրորդ կաթողիկոսը միացել է վարչապետի հրաժարականի պահանջներին։ Եկեղեցի պետություն պառակտումը փորձության է ենթարկում ազգի ապագան, National Catholic Register-ն է գրում։ Դիտորդների կարծիքով ճգնաժամը կարող է ավելի անկայունացնել աշխարհի ամենահին քրիստոնեական ազգը, որն արդեն իսկ գտնվում է Ադրբեջանի իրեդենտիստական հավակնությունների ճնշման տակ։ Times-ում հրապարակված հոդվածում բրիտանացի падգամավոր Դենի Քրյուգերը գրում է. Փաշինյանը եկեղեցուն վերաբերվում է այնպես, կարծես այն քաղաքական ընդդիմություն լինի։ Նրա խոսքով վարչապետը հետևում է ավտորիտար առաջնորդների դասական տրամաբանությանը, մրցակիցներին հայտարարում է պետության թշնամի, ապա գործածում պետական լծակները նրանց թույլատնելու համար։ Ռուսական Իզվեստիան էլ գրում է, որ ընտրություններին ընդառաջ վարչապետ Փաշինյանը սկսել է մաքրել քաղաքական դաշտը, թիրախ դարձնելով թե այլախոհներին, թե կրոնական շրջանակների ամենաազդեցիկ ներկայացուցիչներին։ Մոսկովսկի կամսամոլեցի գնահատմամբ գործողությունների նպատակը եկեղեցին ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնելն է, այն թույլատնելու եւ պառակտելու միջոցով։ Հայ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև ռուսական առաջին հեռուստաալիքը։ Ռեպորտաժում նշվում է, որ Փաշինյանի այսպես ասած հակառակորդները համոզված են, ընտրություններից 1 տարի առաջ վարչապետն ազատվում է իր մրցակիցներից։ Նա հոգեվորականությանը դավադիր է հայտարարել, հիմա ամեն օր նոր ձերբակալություններ են լինում։ Հայաստանում եկեղեցին դարձել է երկրի ավտորիտար ղեկավար, վարչապետ Փաշինյանի կողմից սանձազերծված դաժան արշավի թիրախ, ընդգծել է ՀԻԼ-ը։ Եկեղեցու դեմ Փաշինյանի արշավի նպատակը երկրի ուշադրության շեղումն է իր գոյաբանական խնդիրներից։ Լրատվամիջոցը գրել է, որ Հայաստանում աճում է խոր դժգոհություն գործող իշխանության նկատմամբ։ Եվրասիան նկատել է, որ Հայաստանում եկեղեցու եւ պետության միջև առճակատումը հասարակության եւ տնտեսության վերափոխման կառավարության ջանքերի շուրջ կարող է մոտենալ իր կուլմինացիային։
Radio Free Europe Radio Liberty-ն գրել է, որ այս դիմակայությունը կարող է վերաձևավորել Հայաստանի քաղաքական լանդշաֆտը եւ Սփյուռքի հետ հարաբերությունները, դառնալով անկախությունից ի վեր ամենախոր եկեղեցի պետություն ճգնաժամը։ EA Daily-ի գնահատմամբ Փաշինյանը չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ հանրային մանդատ Հայաստանում եկեղեցու ինստիտուտը ոչնչացնելու համար։ Փորձը եկեղեցուն մարգինալացնելու տեղեկատվական աղմուկի միջոցով հակառակ արդյունքն է տվել։ Հակաեկեղեցական քայլերին աջակցողները հասարակության մեջ արագորեն կորցնում են վստահությունն ու լեգիտիմությունը։ Անիա Բաղյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Հունվարի 14-ին ժամը 9:50-ի սահմանում գտել են զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին։ Հրազենային վնասվածքով հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Դատարանը 3 ամսով երկարացրել է ծափաթաղում մահացած 3-ամյա Տիգրանի հոր Արմեն Ավանեսովի կալանքը։ Հիշեցնեմ, որ ըստ քննչական կոմիտեի վարկածի հենց հայրն է խեղդամահարել 3-ամյա որդուն։ Թեհրանը զգուշացրել է ամերիկյան ռազմաբազաներ ունեցող իր հարևաններին, որ Միացյալ Նահանգների հարվածի դեպքում կհարվածի այդ երկրներում տեղակայված բազաներին։ ԱՄՆ որոշ զինծառայողների խորհուրդ են տվել մինչև չորեքշաբթի երեկոյան լքել Քաթարում գտնվող Ալ-Ուդեիդ ավիաբազան, որը համարվում է տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր ռազմաբազաներից մեկը։ Ամերիկյան իրավապաշտպան խումբը հայտնել է, որ Իրանում հակակառավարական ցույցերի ընթացքում զոհվել է մոտ 2600 մարդ։ Իրանի վերջին շահի ժառանգ Ռեզա Փահլավին էլ հայտնել է, որ զոհերի թիվը 12000-ից ավելի է։ Reuters-ը գրել է, որ Մերձավոր Արևելքում գլխավոր ամերիկյան ռազմաբազաները տեղակայված են Բահրեյնում, Քաթարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում, Հորդանանում եւ Թուրքիայում։ Հայտարարությամբ է հանդես եկել Գրենլանդիայի վարչապետը։ Գրենլանդիան չի դառնա ԱՄՆ մաս, չի պատկանի նրան։ Գրենլանդիան չի կառավարի Վաշինգտոնը։ Եթե կղզին կանգնի ընտրության առջև Միացյալ Նահանգների եւ Դանիայի միջև, այն կընտրի թագավորությունը, ասել է Յենս Ֆրեդերիկ Նիլսենը։ Իսպանացի երգիչ Խուլիո Իգլեսիասին մեղադրում են իր երկու նախկին աշխատակցուհիների նկատմամբ սեռական ոտնձգության համար, գրել է Guardian-ը։ Կանայք, նրա տնային աշխատողը եւ ֆիզիկական թերապևտը աշխատել են Իգլեսիասի Կարիբյան առանձնատներում, Դոմինիկյան Հանրապետությունում եւ Բահամյան կղզիներում։ Նրանք պնդում են, որ ոտնձգությունները տեղի են ունեցել 2021 թվականին։ Երկու կանայք բազմիցս հարցաքննվել են եւ նրանց ցուցմունքները մնացել են անփոփոխ։ Կայքի հաղորդմամբ ցուցմունքները հիմնավորվում են փաստաթղթային ապացույցներով, ինչպիսին այն լուսանկարները, զանգերի գրանցամատյանները, WhatsApp-ի հաղորդագրությունները, բժշկական եզրակացությունները եւ այլ փաստաթղթեր։ Սակայն երգչի մեկ այլ աշխատակից նշում է, որ պնդումներն անհետեթություն են։ Մադրիդի շրջանի ղեկավար պահպանողական Իզաբել Դիաս Այուսոն նույնպես հայտարարություն է տարածել իսպանացի երգչին իր աջակցության մասին։ Եվ վերջում, Չինաստանում միայնակ ապրող մարդկանց համար նոր հավելված է ստեղծվել։ Մահացել ես։ Այս հավելվածը վերջին շաբաթների ընթացքում Չինաստանում կայծակնային արագությամբ է տարածվում։ Գրանցվելով հավելվածում օգտատերը պետք է արտակարգ վիճակների համար մեկ կոնտակտ նշի։ Այնուհետև 2 օրը մեկ նա պետք է պարտադիր մտնի հավելված ու սեղմի հատուկ կոճակը, հաստատելու համար, որ ողջ է։ Հակառակ դեպքում հավելվածը կապ է հաստատում նրա նշած կոնտակտի հետ, տեղեկացնելով, որ հարազատի կյանքին վտանգ է սպառնում։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղը առավոտյան ժամը 9-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Ես Գառնու Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։